Артак Оганян, гусан, воин и певец, поэт, который с песней защищал родину, сражался там, где было труднее всего, где требовались его воля, дух и отвага. Այդ տիպի մարդիկ շատ հազվագյուտ են։ Ես իմ Գուսանին շատ եմ սիրել։ Արտակարգ մարդ էր։ Գուսանը պատկանում էր այն տղաների շարքին, որոնք կոչվում են հին տղաներ, այսինքն որ սկզբից սկսել էին։ Ժողովուրդը ծնեց Գուսանին եւ ժողովրդի համար էլ Գուսանը զոհվեց։ Փառք Գուսանի նմաններին ինքը ունեցել է իր մեջի ձողը, որի կողքը կառուցված է եղել ինքը ամբողջությամբ։ Այդ ձողը եղել են իր համոզմունքները, իր գիտելիքները, իր վերաբերմունքը երկրին, հայրենիքին, ընտանիքին։ Արտակ Օհանյան, նշանավոր Գուսանը, աշխարհազորային մեծ ընտիգրան գնդի մարտիկն ու հրամանատարներից մեկը, պոետ, երգերի հեղինակ եւ երգիչ։ Անվախ մարտիկ լինելով մարտնչում էր եւ իր հետևից տանում Արցախի ազատության մարտիկներին։ Նրա երգերն օգնում էին մարտնչել եւ մոտեցնում էին մեծ հաղթանակը։ Այ Գուսան տեսակը պետք է բոլոր ժամանակներում հայ ժողովրդի, որովհետև նա այն զավակներ, որը որ զենքով կռվում էր թուրքերի դեմ, իսկ խոսքով, իսկ զգուշությամբ մարտնչում էր նաև ներսում Հայաստանի խնդիրներին։ Որպես մարդ ինքը ինչով էր կարևորում իր կյանքը, երկիր, հայրենիք, ընտանիք, նոր արդեն մնացած բոլոր արժեքները։ Ինքը մասնագետ չէր, կրթություն չուներ զինվորական, բայց բնածին ուներ ձիրք։ Ռազմակետի ձիրք, ստրատեգիա գիտեր, այս կարողանում էր կողմնորոշվել ճիշտ օգտագործել պայմանները դիրքային, ես իմ տարածքային։ Արտակ Օհանյանը ծնվել է 1962 թվականի հունիսի 1-ին Հայաստանի Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում։ Գյուղի աշխատավորներ Նիկոլայ եւ Արևի Օհանյանների ընտանիքում։ Նրանք աշխատանքի եւ հայրենիքի հանդեպ սիրով էին դաստիարակում 8 երեխաներին, 4 որդիներին ու 4 դուստրերին։ Այդ ձևով հոգով պետք է դաստիարակվեն։ Մեր երեխաներն էլ, մեր գալիքն էլ, մեր сырунда, մեր թորները։ Семья Оганянов жила на берегу Севана, но всегда помнила о той земле, которую покинули их предки, о Муше, о Таронской равнине, о земле, которая родила Месропа Маштоца и целое поколение прекрасных земледельцев и отважных воинов. Իր նախնիները դեղել են մշեցիներ, հիմնականում եւ սասունցիներ։ Արտակը դաստիարակված է հնուց, նախնիներից։ Ես նույնպես շատ կարևորում եմ իր մշեցի լինելը, որովհետև այդ բնավորությունը, այդ ծուռ մշեցի ասվածը հենց իրեն բնորոշում է ինձ համար։ Արտակի հայրը Նիկոլայ Օհանյանը վաղ հեռացավ կյանքից եւ ընտանիքի գլուխ կանգնեց նրա ավագ որդին, 14-ամյա Յուրիկը։ Նրա ուսերին ընկավ կրտսեր եղբայրների եւ քույրերի խնամքը։ Աշխատանքի եւ զրկանքների մեջ մեծացավ բազմանդամ ընտանիքը, սակայն դաստիարակեց բարի եւ աշխատասեր երեխաների։ Հայրս մեխանիզատոր էր, տրակտորիստ, կոմբայնավար եւ ցավոք սրտի հայրս ընդամենը մի օր հիվանդացավ եւ մահացավ։ Գուսան այդ ժամանակ ընդամենը 4 տարեկան էր։ Եղբայրը իրան հայր է փոխարինել, նա միշտ ասում էր վերև Աստվածն է, ներքևը մայրս ու Յուրան։ Արտակը խելացի էր եւ չափազանց տաղանդավոր։ 79-ին նա գերազանց գնահատականներով ավարտեց Վարդենիկի թիվ 3 դպրոցը, բայց նա ուսումը շարունակելու ոչ ժամանակ ուներ, ոչ էլ հնարավորություն։ Պետք էր օգնել ընտանիքին։ Ինքը շատ լավ էր սովորում, մինչև 8-րդ դասարանը ոսկի մեդալակիր տեխնացու էր։ Հայրենասիրությունը երևի ժառանգված էր, երևի ծնի եկած էր իր մեջ։ Դպրոցից տուն գալիս էր, այն մեծ հաստափոր գրքեր կար, առավոտից իրիկուն կկարդար։ Չնայած նրան, որ ասում են մարդիկ երկու մտածողության ձև են ունենում, կամ ավելի մաթեմատիկական, կամ ավելի հումանիտար, ինքը եւ մաթեմատիկայից էր շատ լավ, երբ կարողանում էր առակներ գրել, բանաստեղծություններ, երգեր։ Դպրոցից հետո էլ չհասրեց, մի 2 տարի աշխատավ, մի վայրկյան ժամանակ չուներ, որից հետո դե бана гнац. В 1980 году Артака призвали в советскую армию и отправили служить в Афганистан. Он участвовал в военных действиях и получил огромный боевой опыт. В 1981-м Артак был тяжело ранен в бою, но так и не сообщил домашним о своем ранении. Բայց թե 7 ամիս գոսպիտալում էր պարկած, բայց գոսպիտալում պարկելու մասին
իր մայրը իմացել է իր զոհվելուց հետո, որտեղ թաքցրել էր, չէր ասել, որ ինքն դեռ վիրավորվել է, որ ծնող մայրը եւ քույրերը եղբայրները չանհանգստանան։ 82-ին Արտակը վերադարձավ հայրենի Վարդենիկ եւ սկսեց աշխատել կոլտնտեսությունում։ Սակայն нրա ներսում ապրում էր բանաստեղծական тաղանդը։ Արտակը սիրում էր ժողովրդական երաժշտությունը եւ սկսեց երգեր գրել։ Талант Артака заметили и оценили. Его приглашали учиться, но у него не было на это времени. Все свои силы он отдавал другим, семье, друзьям, родине. Գուսանաշոտը իրանց գյուղ որ եկել էր, իրան ուզում էր բերել Երևան, որ իրան ուսուցաներ, որ ինքը իր աշակերտը լիներ։ Բայց դե հասկանալի է, որ մայրը եղբայրը կամ 8 երեխային մի քիչ դժվարանում էին պայել։ Ինքը չստացվեց իր գալ Երևան սովորել։ Այդ տեսակ մարդեր կոնկրետ Գուսան Արտակը, որովհետև իր մոտեցումներն ուրիշ էր, սեր, հարգանք, ամեն դեպքում էլ եմ ասում, Աստծո շնորհակալ եմ, որ ես նման մարդ կյանքում ճանաչել եմ, տեսել եմ, շփվել եմ։ 88-ի փետրվարյան հանրահավաքների օրերին Արտակն իրադարձությունների առանցքում էր։ Նա զգում էր, որ Հայաստանը վերածնվում է, որ եկել է ազատության եւ նախկին պարտությունների հատուցման ժամանակը։ Նա չէր հեռանում Երևանի թատերական հրապարակից։ Սկսվեց այդ շարժումը այն առաջի օրվանից Հանրապետության հրապարակ այն ցույցերին մասնակցեցին։ Բոլորի հոգին տրամադրված է եղել իրենց հայրենիքը հզորացնելու, ուժեղացնելու եւ անկախ ապրելու։ Սա է եղել իր ամբողջ մտածելակերպը Արտակի։ Բոլորս հավաքվել ենք օպերայում, հավաքվում ենք օպերայում եւ դրանց վաղ բոլորս էլ ջահել ենք եւ հետաքրքիր էր թե ինչ էր կատարվում եւ քանի որ Ղարաբաղի շարժումներ եւ հետո մենք ծանոթացանք տարբեր տղաների հետ, այդ թվում Գուսանի հետ մենք ծանոթացանք։ Ուշ երեկոյան, երբ որ հիմնական ցուցարարները ցրվում էին, երիտասարդությունը մնում էր, այն ժամանակ մենք երիտասարդ էինք։ Եվ երեկոյան ավելի շատ գնում էր քննարկումներ մեր ապագայի մասին եւ այդտեղ արդեն 1-2 անգամ մենք լսեցինք Արտակին եւ որպես երգիչ, երգահան։ Артак писал песни борьбы и свободы. В них он призывал свой народ к возрождению и борьбе. В них воспевал красоту родной земли и дух армянских воинов-освободителей. Его песни звали к победе. Բանաստեղծություններ էլ ա գրել, երգեր ա գրել, երգել են իր երգերը։ Ինքը երգեր էր գրում, ոտանավորներ, ու անդադ որ մակագրում էր Արտակ Նիկոլի Օհանյան, Ա-ն Օ։ Ցույցերի ժամանակ դեռ որ նոր էին ցույցերը սկսել։ Բոլորը ասում էին Անու այդ աղջիկա, էլ չգիտեի որ Անուն հենց Արտակ Նիկոլի Օհանյան Գուսանն է։ Ղարաբաղյան շարժման հենց սկզբի օրերից Գուսանը շատ լավ հասկանում էր, որ մեր պայքարը ոչ միայն խաղաղ է լինելու հրապարակներում, այլ մեր պայքարը լինելու է զենքով։ 88-ի դեկտեմբերին Հայաստանը ցնցեց սարսափելի երկրաշարժը։ Ավերվեցին Լենինականն ու Սպիտակը։ Արտակն առաջիններից էր, որ նետվեց աղետի գոտի, ինչպես սովոր էր մարդկանց օգնելու։ Երկրաշարժը սկսվեց, ինքը գնաց երկրաշարժին օգնել բոլորին ինչ փլատակների տակից մարդկանց անել։ Երկրաշարժից հետո իրանք անմիջապես այդ օպերայի ցուցարարները բարձրացել էին աղետի գոտի եւ երկար ժամանակ մնացել էին աղետի գոտում։ Целый год Артак помогал в зоне бедствия, но пришло время и другой беды. Надо было спасать Арцах, над которым нависла угроза уничтожения. Надо было защищать и границу Армении. Այս հողը իր համար գերագույն արժեք էր։ Շատերը ասում են ընտանիքը բարձրագույն արժեք է, բայց ընտանիքը պաշտպանելու համար առաջինը հողդ պիտի պաշտպանես։ Ուժեղ Հայաստանի հույս ու հավատը երբեք չէր թողել։ Ամեն անկախ թերություններից, դժվարություններից նա միշտ ասում էր մեկը լավ ալներ։ Մեկը հաղթելու ենք, մեկը մեր ազգը հզորալներ, մեր ազգը ամեն ինչ հետա բերելու։ Իր պրոֆեսիոնալ հատկությունները, ռազմական պրոֆեսիոնալ հատկությունները մաքսիմալ դրեց հայ ժողովրդի պաշտպանության համար։ 90-ի հունվարին Արտակն արդեն մարտնչում էր սահմանին, Երասխավանում եւ Կորնիձորում։ Նա մտավ մեծ ընտիգրան ջոկատ։ Իսկ փետրվարին Սիսիանի Սոֆլու գյուղում Արտակը մասնակցեց մեծ ընտիգրան աշխարհազորային գնդի կազմավորման հանդիսավոր արարողությանը եւ մյուս մարտիկների հետ երթվեց մարտնչել ու հաղթել։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սկսեց ձևավորվել գաղափարը, որ
պետք չի որ լինեն առանձին ջոկատներ, այդ ջոկատները պետք է միասնական հավաքվեն ինչ-որ ավելի խոշոր ռազմական միավորումներ։ Մոտ 29 ջոկատ միացան, ստեղծեցին Տիգրան Մեծ աշխարհազորային գունդը Սոֆլու գյուղում Սիսյանի եւ այնտեղ դրոշակով մեր հիմնավորվեց եւ գուսանն մեր հետ էր։ Սկզբունքային մարտիկ էին, այդ մարտիկ ոչ միայն կռվում էին թուրքերի դեմ, այլ նրանք կռվում էին ամբողջ հայության համար։ Եվ Ղարաբաղի խնդիրը ոչ միայն հայերի ազգային խնդիրներ, սա համամարտկային խնդիրներ, անարդարության դեմ։ Իսկ Գուսանը այդ համամարտկային արժեքները կրող մարդ էր։ Դրա համար իր համար նշանակություն չուներ հայեր թե թուրքեր, նա մարտնչում էր արդարության համար։ Այս է Գուսանի տեսակը։ Артак сражался в первых рядах. Испытанный воин афганской войны, он учил своих друзей побеждать. А еще он поднимал в них дух своими песнями. Его стали называть Гусан. И очень скоро о Гусане знали все, кто сражался за свободу Արցախը։ Գուսան իրան խեն ասել, որտեղ իրանց ջոկատում նախքին կորնիձոր ջոկատում երկու արտակ կային, մեկը բյուրականցի արտակը, մեկը ինքը։ Իսկ քանի որ նա բանաստեղծություններ, հոդվածներ, օրագիր էր գրում, իրան դրա համար ասել են Գուսան։ Որ արտակ էինք ասում էր ես Գուսանն եմ։ Կարող է մի մոմենտ երկեր, հենց մարտի ժամանակ կորալ փոխարեն հենց ցանով երկեր։ Ոնց որ Գուսանն էր մի խոսքով։ Ինքը Գուսանն էր։ Այդպես մարդ չկար կռվող տղա հանրապետությունում, Հայաստանում, Ղարաբաղ, որ իրան չճանաչեր, չհարգեր։ Զինակից եղբայրների հետ Արտակն այնտեղ էր, որտեղ ամենից դժվարն էր ու ամենից տագնապալին։ Նա մարտնչում էր Սիսիանում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում, Արցվաշենում եւ Գորիսում։ Ինչ մարդեր գիտեք, մենք որտեղ մասնակցել ենք Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ բոլոր տեղերում, նա եղել է, սենց ասեմ, ոչ մի բանից հետ չէր մնում։ Ինքը մտավ Արցվաշեն, քանի որ գաղթ է սկսել էր Արցվաշենի, ինքը կարողացավ, ասենք, տղաների հետ պահել, ժողովրդին դուրս հանել։ В начале мая 91-го командир роты полка Мецентигран Артак Оганян Гусан отправился в Шаумян. Надо было защитить армянские села от наступления советских войск и азербайджанского ОМОНа. Տիգրան Մեծը շատ ակտիվ էր մասնակցում Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Արդեն իսկ առաջի օրվանից, երբ որ մենք ժամանեցինք, իր մարտական փորձը, իր ասենք թե բանակի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ահագին օգնեցին մեզ գրագետ կառուցել եւ հիմնավոր կառուցել Էրքեջ գյուղի, հատկապես Էրքեջ գյուղի պաշտպանական դիրքերը։ Մայիսի 3-ին Գուսանը իր վաշտի երկու մարտիկների հետ համարձակ գործողություն կատարեց։ Նա ներխուժեց հակառակորդի զավթած Գետաշեն եւ դուրս բերեց այնտեղ մնացած մի քանի տասնյակ բնակիչներին, կանանց, ծերունիներին ու 37 երեխաներին եւ փրկեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Հայաստանի Գերագույն խորհրդի падգամավոր Իգոր Մուրադյանին։ Գետաշենն արդեն ընկել էր։ Գետաշենում Իգոր Մուրադյանը ինչ որ եկեղեցու մեջ ականապատել էին, ինչ որ ասում է ես դες դուրս չեմ գա, արդեն թուրքերի ձեռնա։ Գետաշեն։ Այդ երևույթի մեջ ինքը կարողանում է Մանվելի բանի հետ բերել Իգորին հանել շրջապատումից, բերել հասցնել վերջը Շահումյանով ու արկում է Երևան։ Այդ ձևի սխրանքներ է գործել։ Гусан участвовал в обороне сел Эркеч, Монашит и Бузлух. Сражался под Вереншеном, где было остановлено наступление противника. И был в числе тех, кто освободил захваченные шаумянские села. Հետաքրքիր մարդ էր վարում, որը դա պրոֆեսիոնալներն էին։ Նու բնականա դա այդ Աֆղանստանի եւ մնացած փորձն այն մնացածն էլ իցնե երևի ուներ, Աստված տվել էր այդ մարդուն։ Ուտեղ նույնիսկ հրամանատարական, կազմակերպչական բանտեր կլսում էին, ենթարկում էին, հարգում էին Գուսանին։ Ինքը բարձր մարդ էր, որպես մարդ շատ բարձր, նուրբ, շատ նուրբ մարդ էր, հոգի ուներ նուրբ։ Գուսանն ամբողջ ժամանակ նետվում էր այնտեղ, որտեղ ամենից դժվար էր, որտեղ օգնություն էր պետք։ Շուտով նա կրկին հայտնվեց Գորիսում։ Այստեղ նա պաշտպանում էր հայկական սահմանը, մարտնչում էր Խնձորեսկում եւ Կորնիձորում։ Այստեղ ընկերացավ Խնձորեսկի ինքնապաշտպանության ջոկատի մարտիկների հետ։ Ինքը ինքան պետքական էր, ինքան հոգևոր ամրություններ, անենց էր միայնակ հոգի տալիս այդ ժողովուրդը, իր ընկերները, մարտիկները,
իրան տեսնելով ոգևորում էին, իր գործունեությունները, իր ոնց են ասում դուխը, ոգեպես ամուր։ Շատ սիրով այդ ռիսկային գոտիներով անցնելով ինքը կարողանում էր անել անհնարին բաներ անում։ Հերոսական շատ բաներ ա եղել էլի։ Летом 91-го Артак познакомился с сестрой своего боевого товарища Аркадия Саакяна, с Жасминой. Они полюбили друг друга и поженились в декабре. Но виделись они очень редко. Гусан считал своим первым долгом сражаться за родину. Դրան զանգը տվեցին, ես դուր բացեցի, կանգնած էր Արտակը զենքով, Շահումյանից նոր էր վերադարձել ու ուղարկել են, որ եղբորս ինֆորմացիա տար Շահումյանի դիրքերի մասին, որտեղ իրանք էլ պետք է գնային սահման ջոկատով։ Երբ որ ես դուր բացել եմ, միանգամից իրան դուր եմ եկել։ Դրանից հետո ինքը որոշել, որ պետք է ինքը Տիգրան մեծից էր, բայց տարբեր ջոկատներից էին։ Ինքը հատուկ մտավ եղբորս ջոկատը, որ անդադ առիթ լինի մեր տուն հաճախելու, որ ավելի մոտիկի չփվի ու կարողանա իր զգացմունքների մասին խոսալ։ Ինքը դարավ իմ փեսան, ես իր աներցակն էի, ամուսնացավ իմ քույրիկի հետ եւ մեր այդ մարտական կապը վերածվեց նաեւ ընտանեկան բարեկամական կապի։ Քերիս եւ հայրիկս մարտական շատ մոտ ընկերներ են եղել, հետո նաեւ արդեն մի ընտանիք դարձան ու իրոք sense եւ հպարտություն էի զգում, որ ինչպես կարող են փեսա եւ աներձակ այդքան լավ հարաբերություններ ունենալ։ Գուսանի ռազմական փորձն ու հղկված միտքը նրան անփոխարինելի դարձրին։ Նա ոչ միայն սովորեցնում էր մարտնչել մյուսներին, այլև զենք էր պատրաստում։ Հենց նա սովորական նռնակից ուղաթիռների համար ռումբեր ստեղծեց։ Ինքը շատ ինտելեկտուալ զարգացած, շատ կրթված ու փորձություններով անցած մարդ էր։ Գրագետ էր ամեն առումով, համ ռազմական առումով։ Մեզ ինքը առաջ անգամ բացատրեց, թե այդ ապակյա բաժակները, այդ գրանյոնիստական կոչեցյալը ինչով է շատ կարևոր, F-1 նռնակը մեջը տեղավորվում է եւ զապալը ֆիքսվում է։ Երբ որ ուղղաթիռից իրան գցում ես, ինքը չի պայթում, մինչև չգտնի գետնին։ Այդ ջարդելուց հետո պայթումը տղաները շատ էին ոգևորվել այդ հայտնագործությունը, որը Արտակը մեզ պատմեց իր Աֆղանստանի փորձից։ Եղավ մի պահ, որ վերտալյոտով Ղալուչինա Տիգրան կար, երկուսով ուրեմն վերտալյոտ էին նստում ու այդում էին, ասենք, բոմբեր են քծում թուրքերի, ասենք, այդ դիրքերի վրա։ Գուսանն անձամբ էր մասնակցում Շուշիում, Լաչինում, Քելբաջարում հակառակորդի դիրքերի վրա ուղղաթիռային հարձակումներին։ Դիպուկ նետում էր ինքնաշեն ռումբերը։ Նաև հնարել էր ուղղաթիռից ալյուր ու ցեմենտ շախտալը։ Ադրբեջանցիները խուճապահար փախչում էին, դրանք քիմիական զենքի տեղ դնելով։ Ամենասիրած գործողություններից մեկը դա Լաչինում դիրքավորված ազերիների դիրքերի ռմբակոծումն էր, ռումբ չունեինք, ուսանենք լավ ճանապարհ էին գտել, ցեմենտի պարկեր էին վերտալյոտներից գցում, բավականին մեծ պայթում, սպիտակ փոշի, որը բարձրանում էր քամուց եւ ազերիների մոտ շատ մեծ բան էր առաջացել, վախ, որ դա քիմիական զենք է, որը հայերը օգտագործում են։ Ուսանը առանձին էր գնում, այդ էլ ասում որ իմանաք կարող վերտալյոտчикների հետ առանձին նախարարության կողմից կազմակերպված վերտալյոտները ու նրանք կարծում Լաչինի վրա ոչ թե կարծում իրոք ալյուր էին լցել, երևի լսած կլինեք նման բաներ, հոգեբանական բաներ, իբր քիմիական եսի ինչ են օգտագործել։ Գուսանն էր մեկն էլ եղել։ Гусану не довелось участвовать в операции по освобождению Шуши. Вместе с ханзуресскими бойцами в это время он освобождал Лачинский коридор со стороны Армении. Չեմ ուզում նսեմ ասնել Շուշիի գրավումը, ազատումը, ասենք թե տղաների մասնակցությունը, բայց պետք է ասենք, որ եթե չլիներ Լաչինը, չլիներ ասենք թե Միջանսկի բացելը, ապա Շուշիի օպերացիան ինքը որպես ռազմական, որպես ինչ-որ ստրատեգիական քայլ գուցեև չկայանար։ Գուսանը մարտնչում էր ամենուրեք, որտեղ մարտեր էին մղում մեծ Տիգրանի մարտիկները։ Նա կանգնեցնում էր ադրբեջանցիների հարձակումները, պաշտպանում էր Կիչյանն ու Սրխավենդը եւ Լաչինի միջանցքը։ Հետո մարտնչեց Քելբաջարի համար, Սարսանգի ջրամբարի համար, կռվեց Մաղավուզի համար, պարտիզանական պայքար տարավ Եղնիկներ ջոկատում։ Ամենուրեք, որտեղ ծանր մարտեր էին մղվում, այնտեղ մարտնչում էր Գուսանը, այնտեղ հնչում էին նրա մարտական երգերը։ Այս մի տեղը, որ մի քիչ հանգստանում էր, ինքը միշտ տեղափոխում էր այն մյուս տեղը, որ ավելի կարիքը կա։ Ինքը Իրանով առաջնորդվում էր, ինքը իր գաղափարը տանում էր մտքի թռիչք։ Բավական արդեն երեխա ունես, ինքը մոտեցավ մայրիկին գրկեց շատ
բարձրացրեց, տեղափոխեց, աթոռին ստացրեց, ասեց մայրիկ, ես որ չգնամ բայլով պիտի գնա, եթե ես որ չգնամ կռվելու, վաղը չեմ սոր թուրքը կգա կմտնի իմ տունը։ Բայ երեխուն այդ ժամանակով պիտի պաշտպանի։ 93 թվականի սեպտեմբերի 1-ին Արտակ Օհանյանին կապիտանի կոչում շնորհվեց։ Իսկ սեպտեմբերի 9-ին Իշխանաձոր գյուղի մոտ Կուբատլուի ուղղությամբ փորձում էր ներխուժել հակառակորդի մի մեծ խումբ։ Գուսանը մարտական ընկերների Սանասար Բեգլարյանի եւ Գարիկ Մինասյանի հետ նետվեց թշնամուն ընթառաջ։ Մենք գտնում ենք այն տեղանքում, որտեղ վերջին անգամ անցել է Խնձորեսկի հրամանատար Սանասար Բեգլարյանը, հրամանատարի տեղակալ Գարիկ Մինասյանը եւ Տիգրան Մեծ Ջոկատից азатомартик Гусана. Бой в ущелье реки Акури был жестокий. Армянские воины вступили в схватку с двумя отрядами противника. Они не дали врагу прорваться. Погибли Санасар Бегларян и Гарик Минасян. Из песней, сражаясь до последнего патрона, пал окруженный врагами Гусан. Զանգարեցին ասին, որ ճիշտ է, որ Գուսանի այդպես դեպք ա եղել, ինձ այնց թաքցնում էին։ Փաստորեն բոլորը գիտեն, բայց ինձ չէին ասում, որ չանհանգստանամ, թե սեպտեմբերի 17-ին արդեն Գուսանի դին բերեցին, 19-ին իր հորկավորությունը տեղի ունեցավ, Տաթևիկ ժամանակ 5.5 ամսը կաներ։ Արտակ Օհանյանին Գուսանին հուղարկավորեցին Եռաբլուրում իր մարտական ընկերների Մեծն Տիգրանի մարտիկներ Տիգրան Սարգսյանի եւ Դավիթ Սարապյանի կողքին։ Իրեն նվիրված երկու երգ կա, մեկը իր համագյուղացի Էդիկ Նադարյանն է գրել, հենց այդպես է կոչվում Գուսան Արտակին ու նույնիսկ այսօր Վարդենիկում ոչ մի արարողություն, նույնիսկ հարսանիք չի անցնում առանց Գուսան Արտակի երգը երգելու եւ մեկ երգել Մուրադ Մուշեցին է նվիրել հայրիկին։ Татевик Уганян не помнит своего отца. Когда он погиб, ей было лишь 4 месяца, но она гордится им, отважным воином и талантливым певцом. От него она переняла безграничную любовь к родной земле. Татевик – достойная дочь легендарного Гусана. Ինձ համար ստիմուլ դարձավ դա, որ ես համապատասխանեմ Գուսանի աղջիկը լինելու պատվին։ Ինքը միշտ իրան հենց ապայել, որ նույնիսկ դպրոցում ասում էին զգացում ա, որում աղջիկն է։ Իր միակ դուստերը, որ այսօր շարունակում է իր, դա համար նայել է հոգով ազոր, այսինքն Գուսանի հոգին ունի, վերարտադրված է իր մոտ։ Նայել է շատ մեծ պաթոսիկ, հզոր, հայրենիքին նվիրված աղջիկ, շատ լավ է։ Ներկա պահին փոքրիկ բլոգ եմ վարում եւ այնտեղ գրում եմ ընտանիքիս պատմությունը, թե ինչպես են ծանոթացել հայրիկս ու մայրիկս, պատերազմի մասին եմ գրում, դրա ազդեցությունը մարդկանց կյանքերի վրա, թե դրական, թե բացասական։ Կապիտան Արտակ Օհանյան, Գուսան, Հայաստանի արիության մեդալի ասպետ։ Նրա անունով են կոչված Վարդենիկի թիվ 2-րդ դպրոցը եւ Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարանի լսարաններից մեկը։ Արտակ Օհանյանի երգերից մեկը հիմա Մեծն Տիգրան գնդի հիմնն է, իսկ մյուսը Զարթնիր Մասիս Հայն է գալիս երգը դարձել է ժողովրդի սիրելի մարտական երգերից մեկը։ Նա ծնվել էր որպեսի պայքարեր ազգի համար, նա ծնվել էր որպեսի պայքարեր ու հաղթեր ու ցավոք սրտի զոհվեր անուն ազգի որպես հերոս։ Գուսանը հայ ժողովրդի հերոսներից մեկն էր, որ իր կյանքը գիտակցաբար տվեց հայ ժողովրդի Ղարաբաղի ազատագրման համար։ Ինքը հերոս էր թե հոգով, թե սրտով, չգիտեմ որպես մարդ եւ ընկերներին էլ օրինակ էր։ Կիսանդրին դպրոցին օգնել են իստեղ։ Այս մեր աղանի քանդակն է։ Աղանը էլի Ջոկատի հրամանատար էր, Գուսանի հիմնական արձանը ինքն է սարքել։ Հերոս բառը, այսինքն Արտակին Գուսանի հակով էր։ Իր հերոսությունները, իր գաղափարն ու միտքը իրան չխնայելն է, որտեվ ինքը գիտեր ազգին փրկություն է պետք։
Իսկ ազգի փրկությունը բառերով ու կոչերով չէր, գործողություններով էր։ Իսկ գործողությունները անում էին այն մարդիկ, ովքեր գիտակցում էին ինչ են անում։ Դրա համար իմ համար Արտակի Գուսանի կերպարը, ել եմ ասում, հերոս բառը քիչ է իր համար։ Արտակ Օգանյան, легендарный гусан, воин и командир, защитник Арцаха и Армении. Он сражался за победу и с песней вел за собой других. И отдал великой победе свою любовь и талант, свою жизнь. И поэтому он герой. Երևի իր ամենահայտնի դարձած ստեղծագործությունը հենց Զարթնիր Մասիսը դարձավ, որը վերջերս շատ մեծ աղմուկ բարձրացավ Գուրգեն Դաբաղյանի տեսահոլովակից հետո, ու այդ օրը Գուրգենը եկավ հենց սեպտեմբերի 9-ին հայրիկի մահվան տարելիցի օրը եկավ Եռաբլուր հարգանքի տուրք մատուցելու, երբ կարելի ասել առաջին կենթանի կատարումը պրեմիերան եղավ հենց Եռաբլուրում։ Քնած մասիս, դարդուցավով լծված մասիս, դուրքի ձերքով գերված մասիս, զարդիր մասիս հայն է գալիս, հայն է գալիս, Զարդնիր մասիս հայն է գալիս, հայն է գալիս, Զարդնիր մասիս հայն է գալիս, հայն է գալիս, Զարդնիր մասիս հայն է գալիս, հայն է գալիս, Խորը քնով քնած մասիս, Դարդու ցավով լծված մասիս, Թուրքի ձերքով գերված մասիս, Զարդնիր մասիս հայն է գալիս, հայն է գալիս, Զարդնիր մասիս հայն է գալիս, հայն է գալիս,